Ինչ առաջ հայտնի դարձավ, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայրաթորի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Նկատենք, որ Տեր Թադեն նախորդին մասնակցել էր Հովանավանքում տեղի ունեցած պատարագի արարողությանը։ Դուք փոխկապակցություն տեսնում եք այս երկու իրադարձությունների միջև։ Մասնակցեց եւ հայտնվեց փաստորեն կարգապահական հարցերի հանձնաժողովի օրակարգում։ Իհարկե տեսնում եմ փոխկապակցություն, իմ համար խիստ տեսանելի է, որ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը ամեն կերպ փորձում է կարճած մնալ այն սին ու ոչինչ չհիշացնող հույսից, թե ինքը կարող է շարունակել մնալ վեհարանում, այնինչ դա անիրատեսական մի բան է ու դա անհնարին մոտ բան է։ Ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ արդեն 2 շաբաթ է, ինչ նախկին հոգևորականներից մեկը հայտնել է, որ arczepiskoposներից Տեր Նաթանը ճեմարանում ըստ իրեն սիրահետել է պատանիներին, տղա պատանիներին, որոնք որ ուղղակի շորտ են հագել ըստ այդ նախկին հոգևորականի, կոմպլիմենտներ արել այդ տղաներին, ասել է ձեր ոտքերը ինձ գայթակղեցնում են եւ այլն եւ այլն, ու այս տղա պատանիներին սիրահետելու փաստը 2 շաբաթ է ինչ կա համացանցում, 2 շաբաթ է ինչ այս մեղադրանքը կա համացանցում, բայց ոչ մեկ Մայրաթորից, ոչ մեկ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի կողմից այս հարցին ոչ մի մեկնաբանություն չի տվել, կարգապահական վարույթ չի հարուցվել, ոչինչ չի եղել, բայց Տեր Թադեն օրինակ միանգամից արժանացել է նրանց ուշադրությանը կարգապահական Ձայնագրության հետ կապված որևէ բան չեն արել, նշանակում է հիմք չեն տեսել նաև ինչ ձայնագրություն, որ Նաթանի հետ կապված, Նաթան Սրբազանի, որ հրապարակվեց Նաթան Սրբազանի հետ կապված ձայնագրության մասին չի խոսքը, խոսքը հայկական ժամանակում, խոսքը հայկական հանդեպ այդ Սրբազանի հետ կապված մարդիկ խնդիր չեն տեսնում իրավապահները։ Ժողովուրդ ջան, այստեղ խոսքը նրա մասին է, որ այդ մարդը ճեմարանի տղա ուսանողներին ըստ հարցազրույց տված նախկին հոգևորականի գնացել է այդ տղաներին, տղա պատանիներին փորձել է գայթակղել, այսինքն սիրահետել։ Հաղորդում է, չէ՞ դա, եթե հրապարակավ այդպեսի բան, նշանակում է իրավապահները, որ ընդհանուր չեն տալիս, դուրս չեն մոտենում դրան։ Ես կոչ եմ անում իրավապահներին, որ անպայման գնան դրա հետքերով ու վարույթ հարուցեն սրա առումով, որտեղ մենք չենք կարող թույլ տանք, որ նմանատիպ մեղադրանքները օդում մնան, որտեղ դա անթույլատրելի է, ուղղակի հասկանում որ իրանք անպայման դրանով զբաղվեն։ Ես ուղղորդում եմ իրավապահներին, որ ցանկացած երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների մասին ցանկացած շշուկի հետևից միջև վերջ գնան, այդ թվում եւս մեկ։ Բայց դուք հիմա արդեն մեղադրանք եք հնչեցնում։ Դուք Չէ, ես ասում եմ, դες մեղադրանքը հնչել, այս մեղադրանքը չի հասցեագրվել։ Ես չեմ ասում, այս մեղադրանքը ճիշտ ասում, ես ասում առնվազն իրան հարգող կառույցը, եթե Մայրաթորը այդպեսին լիներ, ինքն իրան գոնե մի քիչ հարգեր Կտրիչ Ներսիսյանի կարգալույց կաթողիկոսի գլխավորությամբ, այս հարցով մի բան կստեղծեր, մի հատ այս հարցը կքններ։ Ես իրավապահների գործողություններից եմ ասում։ Իրավապահների գործողություններով ասում եմ ցանկացած անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության մասին ցանկացած շշուկի հետևից պետք է գնան իրավապահները։ Տեր Թադեի նկատմամբ իրականացվող ձեր դիտարկման պարոն Ալեքսանյան ինչը հետապնդում է։ Ակնհայտ է, որ հետապնդում է, գերակնհայտ է դա ուղղակի, որ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, ովքեր որ ուղղակի իր թրի տակով չեն անցնում։ Ուղղակի համաձայն չեն այն ողջ անբարոյականության ու պղծության ծավալին, որը արտադրում է ինքը ու իր շրջապատը մերձավոր։ Գուցե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի այդպես ցուցադրաբար պատարակների գնալ, որպեսզի քահանաները հերթով կարգալույց չարվեն։ Իսկ գուցե պարզապես քահանաներին կարգալուծության չակերտավոր կարգալուծության տանող ինչ որ ինքնաբերաբար կարգալույց եղած մեկը հեռանա վեհարանից ուղղակի, որպեսզի էլ այդ հարցին մենք չբախվենք այս միջև առհասարակ էլի, որտեղ պատկերացնում եք ինչքան աբսուրդ է, որ ուղղակի քահանաներին կարգալույց են փորձում անել այն բանի բերումով, որ նրանց մատուցած պատարագին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Դա աբսուրդ է։ Սա այն մարդիկ են, որ օրինակ շատ հաճույքով ձեռք են սեղմել տարատեսակ հանցագործների հետ։ Շատ մեծ հաճույքով պատարագ են մատուցել նրանց առաջ, իդեպ լավ են արել։ Որովհետև քրիստոնեությունը այդ խտրականությունը չի դնում։ Քրիստոնեությունը քահանաներին չի ասում, այ գիտես ինչ դու ընտրի ում պատարակ մատուցես, ում չէ։
Պարոն Ալեքսանյան, տեսեք, երեք այդ պատարակի ժամանակ հավաքվել էին մարդիկ, որոնք կարծեք թե չգիտեին ուր էին եկել, նրանք ձեր աջակիցներ լրագրողներ նկատի ունեն։ Չէ, թույլ տվեք հարցս վերջացնեմ։ Մարդիկ, որոնք չգիտեք ուր էին եկել, իրենց խոսույթը լսեք, որպես լրագրող ինձ իրենք չեն թիրախավորել, հա, բայց օրինակ ես լսել եմ մյուս գործընկերներիս մասին ինչեր են ասում, նույնիսկ սովորական քաղաքացիների մասին ինչ էին ասում, երբ որ ասենց փոքր տարբերվող կարծիք էին, հա, տարբերվող կարծիք էին ասում եւ շշմելու էր էլի, դա եկեղեցու բակա քրիստոնեական արժեքների հետ ինչ կապ ունեն, գիտեն ուր են եկել։ Դուք այս վիճակը ինչպես եք մեկնաբանում։ Ես չգիտեմ, նախ դուք կոնկրետ մասին եք խոսում։ Երկրորդ, ես կարծում եմ, որ ընդհանրացնել ընդհանրապես պետք չի։ Ցանկացած միտեղ, որտեղ կա 2 հոգուց ավել մարդ, այդտեղ արդեն կան շատ տարբեր մարդիկ, կարելի է դա այդպես ասել։ Իսկ միտեղ, որտեղ կան հազարավոր քաղաքացիներ, այդտեղ կան շատ ու շատ տարբեր մարդիկ։ Մարդիկ են, ովքեր եկել են պատարակի։ Կարող է լինեն մարդիկ, ովքեր հունից դուրս են եկել ու կա փաստ, որ օրինակ դեռ մարդ չկար Հովանավանքում, բայց ընդդիմադիր լրագրողներից մեկը ձեր գործընկերը Անին Գևորգյան արդեն իսկ անոնս էր տվել լարված իրավիճակ Հովանավանքում։ Մտնում եմ լայվը նայում եմ, մարդ չկա, դատարկ փողոցներ են, փողոցում ինչ որ տենց ծտերի ճրվողյուններ լսվում անգամ, էլի որ իրար ճիշտ հասկանանք, այդ տիպի խաղաղություններ այդ բային Հովանավանքում մարդը գրել էր լարված իրավիճակ։ Հետո մի քիչ էլ անցավ, արդեն լայվը սկսեցի նայել, հասկացա թե խեր գրել լարված իրավիճակ, որտեվ պետքա լարեր ինքը դրանից հետո իրավիճակը։ Հետո մի քանի անգամ ինձ մոտեցավ, մի քանի անգամ այլ պաշտոնյաների եւ քաղաքացիների մոտեցավ։ Չէ, հասկանում եմ այլ բան եք հարցում, ես մի վարքյան էլի պարոն Կիրակոսյան, ես ձեզ լսեցի, խնդրում եմ դուք էլ ինձ լսեք։ Հակի դուք այլ բանի մասին եք խոսում։ Չէ, այլ բանի մասին չեմ խոսում։ Հիմա օրինակ ես երկար արդեն կարելի ասել տարիների փորձ ունեմ Անի Գևորգյանի եւ այլ լրագրողների հետ շփման ու ինձ մի քիչ դժվար է հունից հանելը որպես այդպեսին, նույնիսկ երբ լրագրողը այդ ճեպազրույցը կամ հարցազրույցը վերահաց չի կարողանալու ձեզ հակադարձել ինչքանով է ճիշտ։ Ինքը երեք դրա տեղը հակադարձել է մի քանի ժամ, բայց երբ որ լրագրողը ճեպազրույցը կամ հարցազրույցը վերահացում մենախոսության, դուք տեսել եք առհասարակ այդ ժանրի, օրինակ տեսեք, դուք ինձ հարց եք տվել, միկրոֆոնը պահել եք ձեր մոտ, ձեզ հարցը հնչեցրել եք, միկրոֆոնը մեկնել եք ինձ ու թողում եք, որ ես պատասխանեմ հարցին։ Այդ լրագրողի մասնակցությամբ ճեպազրույցները կամ հարցազրույցները ունեն հետևյալ տեսք, ինքը լրագրողը միկրոֆոնը վերցնում է ու սկսում է խոսալ անդադար, երբ որ ինչ-որ մեկը ճեպազրույց կամ հարցազրույց է տալի։ Ու շատ անփորձ մարդիկ գուցե լարվեն այդ իրավիճակից, հատկապես հաշվի առնելով այն ամբողջ անտրամաբանական շրջանակը ու մնացածը, որ այդ լրագրողը արտասանում է։ Կան մարդիկ, որոնք այո կարող են լարվել, հարգելի լրագրողներ, հասարակ քաղաքացիները այս մերպես այս փորձը չունեն լրագրողների հետ շփման ու տարաբնույթ լրագրողների հետ շփման, էլի։ Դրա համար պետք է մարդկանց էլ հասկանալով մոտենալ։ Լրագրողների հետ շփման, բայց իհարկե լրագրողը հարցը տալիս է, քաղաքացին պատասխանում է, ինչ որ մի վտանգավոր բան մի ներկայացրեք լրագրողներիս հետ աշխատանքը, պարոն Ալեքսանյան, բայց այնուհանդերձ չի հաջողվում, հա, Նիկոլ Փաշինյանին իր սկսած ավարտին հասցնել, նա նշել էր սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ հավաք կլինի, հոգևոր մեծ հավաք կլինի Էջմիածնում, որը չեղավ։ Ժամկետները կարող են փոփոխվել, դրանից իրողությունը չի փոխվում։ Կտրիչ Ներսիսյանը արդեն կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը արդեն մեկ ոտքով դուրս է վեհարանից։ Մեկ ոտքով։ Ակնհայտ է, դա ինքան տեսանելի է։ Որ վեհարանից դուրս է գալիս։ Ժողովուրդ ջան, ուղղակի, նայեք, քանի տասնյակ մարդ է ընդամենը մասնակցել իր գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարակին։ Պարոն Ալեքսանյան, հավաքներին էլ երկու անգամ արդեն Հովանավանք է գնացել վարչապետը եւ ինչ փոքրաթիվ մարդիկ էլ նրա կոչով։ Ժորժ ջան, դա մեր հավաքը չի, դա պատարակ է, ակնհայտ է, որ արդեն 2 կիրակի է, ինչ Հայաստանի ամենամարդաշատ պատարակը տեղի է ունենում Հովանավանքում։ Ու նաև ակնհայտ է, որ Մայր աթոռում կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի մասնակցությամբ տեղի ունեցողը
Այնքան սակավամարդ է, որ դա նույնիսկ չգիտեմ էլ ինչա։ Ամոթել է ուղղակի, անկեղծ։ Մարդիկ հատուկ հայտարարություն էին տվել, անոնս էին արել, ասել էին կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված, ասել էին, որ Սուրբ Մասունքներ են այդ օրը դուրս բերվել, եւ միևնույնն է դատարկ էր Մայրաթորի բանը։ Պարոն Ալեքսանյան, 2020 թվական այս գործընթացը ունի, թեև Փաշինյանը մշտապես լայվով հորդորում է, որպեսզի միանան, ես հիմա կասեմ, հիմնականում հայտարարում է, որ տեղի ունենալու, այսինքն ըստ էության նաև դա հայտարարություն է, որ կարող են մասնակցել։ Մասնեությանը մի բան, այնիշ դուք եք հասկանում։ Շարունակեմ հարցը, նախարարներն են ներկա հիմնականում պատգամավորներ եւ հանրային աջակցություն առանձնապես չկա։ Հիմա սա արդյոք ցուցիչ չէ, որ միայնակ եք մնացել կաթողիկոսին հեռացնելու գործընթացում եւ շարունակում եք գործընթացը անընդհատ այս պատարակները, որպեսզի տեսնեք արդյոք շատ մարդ կհավաքի, որ կարողանաք մեկ տակ իջմիածին գնալ։ Հարգելի գործընկերներ, այդ ինչը դուք եք պնդում, այնքան կտրված է իրականությունից։ Բացարձակապես կտրված է, եթե ձեր ասածով լիներ։ Մայրաթորում երեք Կտրիչ Ներսիսյանի իբր գահակալության 26-րդ տարեդարձին ասեղ գցելու տեղ չէր լինի։ Ասեղ գցելու տեղ չէր լինի։ Ստիպված ընդդիմադիր պատգամավորներով են լցրել Մայրաթորի դահլիճը, ստիպված լցրել։ Ստիպված Այն Քոչարյանական մյուս ուժը իր քարոզարշավը Էջմիածնում թողել գնացել այնտեղ, որ այդ դահլիճը գոնե դահլիճը կարողանան ցույց տան, որ իբր մարդաշատ է, բայց ակնհայտ է, բայց ակնհայտ է, գերակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հավատավոր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մերժում է կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի եւ իր թայֆայի բարքերը։ Ինչա նշանակում չի միանում։ Հարգելի գործընկերներ, որ պահին Հայաստանի Հանրապետության վարչապետը կհնչեցնի ու կհորդորի, որպեսզի քաղաքացիները մասնակցեն այս ինչ պրոցեսին։ Երբ է հնչել։ Երբ է հնչել, դուք ասում եք, դուք մարդկանց հրավիրում եք բան եկան, բայց երբ եք դες բան մատնանշում 2020 թվականին Այո, ասում եմ, ես գնում եմ աղոթեմ, մենք գնում ենք աղոթենք, դա ուրիշ բան է։ Հարգելի քաղաքացիներ, 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը նույն Գարեգին II-ին գահակալության արդիվ շնորհավորել էր։ Այն ժամանակ չգիտեիք, որ այսպիսի բաներ կան, այսինքն կաթողիկոսի հետ կապված այս տեղեկություններին չեք տիրապետում, որ այդպես շատ սիրուն, շատ գեղեցիկ կարևորում էիք ինստիտուտը, եկեղեցին եւ շնորհավորում էիք նրա գահակալությունը։ Ես նախ ողջունում եմ, որ դուք արդեն այս փաստերը որակում եք որպես տեղեկություններ, որտեղ կան լրագրողներ, որոնք դա որակում են կեղծիկ, բայց ողջունում եմ, որ դուք դա տեղեկություն եք որակում։ Ես ողջունում եմ, որ դուք դա տեղեկություն եք որակում, հրապարակորաթերթից մարդ չկա, որտեղ իրանք կպնդեին, որ սա փաստ է միանշանակ, քանի որ այդ ամեն ինչը նվաճը հրապարակումը 2018 թվականից առաջ էր։ Այդ հրապարակումը Ռուզանի նշած շնորհավորանքից առաջ էր։ Ինչի այդ հրապարակի գրածին այդ ժամանակ Պարոն Կիրակոսյան, երկու բան։ Առաջինը Մամուլում գրված ցանկացած բանի իշխանությունը չի կարող կուրորեն հավատալ, իշխանությունը կարող է հավատալ մամուլում հրապարակված ինչ-որ մի բանի, երբ որ ունենում է դա հաստատող այս կամ այն փաստը։ Եվ այդ հաստատող կուրորեն չենք հավատում, մենք տիրապետում ենք արդեն դա հաստատող շատ լուրջ փաստերի, շատ լուրջ, առավել քան լուրջ փաստերի, եւ դրանից զատ, եթե ձեր մեղադրանքը շարունակում է մնալ այն, որ մենք բավականաչափ շուտ չենք սկսել մեր պայքարը կարգալույց կաթողիկոս կարգալույց երկակի ստանդարտների ձեր պնդումը ու կամ հակադարձումը մեզ կայանում է նրանում, որ մենք ավելի շուտ չենք սկսել կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի եւ նրա բանդայի դեմ պայքարը, ես այդ մեղադրանքը ընդունում եմ եւ թող Աստված ների մեզ մեր այդ մեղքը։ Այն ժամանակ որ կաթողիկոս օրինակ հրաժարական չէր պահանջում Երբ չէր պահանջում։ Օրինակ ընդամենը մի տարի է եղել, որ Կտրիչ Ներսիսյանը չի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մեկ տարում Նիկոլ Փաշինյանն ասաց եկեղեցի պետությունը առանձին է 20 թվականից սկսած Կտրիչ Ներսիսյանը պահանջում է հրաժարական։ Ձեր լոգիկայով հենց հրաժարականի հաջորդ օրվանից պետք է այս թեման բարձրանա։ Բայց քիչ սկսեցիք, անվտանգությունը վերցրեցիք, պետական միջոցառումները ձեր ասածն ավելի իրատեսական թե իմ ասածն ավելի։ Երբ հստակ այդ փաստերը ձեր ձեռքի տակ հայտնվեցին, որ դուք հիմա իմացաք, որ Ես կարծում եմ, երբ որ վարչապետը հայտարարեց, դրանից անմիջապես առաջ էլ հայտնվեցին։ Ես այդպես եմ կարծում, չեմ կարող։ Դուք տեսել եք այդ փաստերը։ Ոչ։
ԿՊ-ի վարչության չի հասել։ Ինչ կապ ունի։ Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանի հրապարակ օրաթերթի փաստերը կան, փաստերը առավել քան խոսուն են, կարող եք այդ փաստերը elections.am-ով ընդཐུպ միջև ստուգել։ Պարոն Ալեքսանյան, Մայրաթորի Էլ չեմ ասում, որ կարող եք հրապարակի ներողություն, էլ չեմ ասում, որ կարող եք ուղղակի հրապարակի հոդվածը վերընթերցել, հրապարակի հոդվածի Մամուլի հոդվածներին պետք չէր հավատալ, մենք պիտի փաստեր ունենայինք։ Հիմա մեզ հարգելի գործընկերներ, ես ասում եմ, իշխանությունը չի կարող հենվել մամուլի հրապարակումների վրա։ Դուք իշխանություն չեք, գուցե հավակնություն ունեք, ողջունում եմ ձեր այդ հավակնությունը, բայց Պարոն Ալեքսանյան, այտենց որ ասում եք մամուլը գրել էր եւ այլն, հետո դուք էլ փաստեր ունեցաք։ Մամուլը տարիներ առաջ նաեւ գրում էր մեկ այլ դեպքի մասին, որ մեկ այլ սրբազան էլ որդի ունի, բայց այդ մամուլի հրապարակումներին բանի տեղ չդնելով, այդ որդուն Նիկոլ Փաշինյանը հասցրեց իրավապահ Հարց էական չի, ասեմ ինչի, որովհետև դուք հիմա թիրախավորում եք, ենթադրաբար չկապ չունի, դե ակնհայտ է ինչի մասին եք խոսում, պարոն Կիրակոսյան, ես ասում դուք հիմա թիրախավորում եք ենթադրաբար ինչ որ կուսակրոն եկեղեցականի զավակի։ Ես դա ձեզ կոչ եմ անում չանել, ինչը մենք էլ չենք անում, ինչը ում ենք թիրախավորում։ Օրինակ անդադ ասում եք կաթողիկոսի աղջիկը։ Եվ անուն ենք տալի։ Դե բոլորը գիտեն, որ Կտրիչ Ներսիսյանը աղջիկ ունի եւ բոլորը գիտեն Կտրիչ Ներսիսյանի աղջկա։ Բայց էլ ինչի մասին է այս ամբողջ պատմությունը, ժողովուրդ ջան։ Եթե բոլորս պետքա գանք ստեղ կանգնենք իրար աչքերի մեջ, նայենք ու խոսենք։ Դուք չէ մի վարքյան, երևույթից եմ խոսում։ Երևույթը հետեւյալն է, բոլորս պետքա գանք կանգնենք ստեղ, նայենք իրար աչքերի մեջ, ասենք դե հա, բոլորս գիտենք, որ Կտրիչ Ներսիսյանը ունի աղջիկ, բոլորս գիտենք, թե ով է այդ աղջիկը, հետո լուրջ դեմքի արտահայտությամբ շարունակենք ասել, իսկ որտեղից ձեզ այդ փաստերը, իսկ որտեղից ձեզ այդ ինֆորմացիան, իսկ ինչի եք որոշել, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է կաթողիկոս չլինի, կներեք ժողովուրդ ջան, լուրջ չի։ Ձեր նման մենք էլ ենք մամուլ կարտում, պատկերացնում եք, պարոն Ալեքսանյան։ Պարոն Ալեքսանյան, Մեր գործընկերներ փորձում կներեք։ Մայրաթորի մամուլի բաժնից հայտարարում են, որ ԿՊ-ի մեղադրանքներին չեն պատասխանում ոչ վեհապարը, ոչ էլ մյուս եկեղեցականները, ելնելով այն գաղափարից, որ ամեն մոլորվածի կամ հոգեպես խեղվածի կարծիքները, խեղված կարծիքներին հարկ չկա, որ վեհապարը անդրադառնա առանձին հատվածներով։ Հիմա ինչպես կմեկնաբանեք, որքանով է Հոգեպես խեղված, հա։ այո։ Հա, հոգեպես խեղված, հա։ Ես չգիտեմ, իմ կարծիքով Գուցե տեղեկություն ունեն իրենք էլ, պարոն Ալեքսանյան։ անկեղծ էլի հոգեպես այդ իրանք են ասում ինչ որ մեկին հոգեպես խեղված։ Ժողովուրդ ջան, կներեք, բայց մենք թե մեր քերիներին, թե մեր քերիների կանանց միայն որդիաբար ենք վերաբերվում, հազար ներողություն, եթե դա հոգեկան խեղում են իրանք վերագրում որպես հազար ներողություն, բայց այդ դեպքում հոգեկան խեղվածները իրանց պատկերացմամբ այս երկրում չափազանց շատ են։ Նաթան arczepiskopos-ի մասին նշեցիք, պարոն Ալեքսանյան, նրա վերաբերյալ հոգևոր հովիվներից մեկի, եկեղեցականներից մեկի հարցազրույցին անդրադարձակ, բայց նախորդ շաբաթ ուրիշ փաստեր ի հայտ եկան, հայտնի տեսագրություն, ֆոտոներ մեկ այլ եպիսկոպոսի վերաբերյալ, այս փաստից հետո էլ կարծեք թե կարգապահական ինչ որ վարույթ չհարուցվեց համապատասխան ես այդ տեսանյութի բովանդակության ու բանի մասին չեմ ուզում խոսամ։ Ես տեսանյութի բովանդակության մասին ընդհանրապես չեմ ուզում խոսալ, որովհետև այդ տեսանյութի գոյությունը ինքնին համարում եմ խստագույնս դատապարտելի մի երևույթ ու սրա հետ զուգահեռ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մի շարք հոգևորականներ պարբերաբար մեղադրել են Կտրիչ Ներսիսյանին եկեղեցականների վրա կոմպրոմատներ հավաքելու վրա ու այն որ Կտրիչ Ներսիսյանի ու Արշակ Խաչատրյանի, եթե չեմ սխալվում, հարաբերությունները խիստ լարված են, դրա մասին բոլորը գիտեն ու ես կարծում եմ, որ նաև այդ է, էլի, հետ էլ է հոգեկան խեղման մի ուրիշ տարբերակ էլ է, ինչ որ մեկի վրա ինչ որ տես կոմպրոմատ հրապարակել ու կամ այդ կոմպրոմատները հավաքելը, մի ուրիշ հոգեկան խեղման թեմա էլ դա է։ Իհարկե Հետո պլաններ, բայց ներողություն, պլաններ, բանանել, գրել բանը կաթողիկոսի եւ Արշակը սրբազանի հարաբերությունները լարված են, հետո հրապարակել այդ տեսանյութը, հետո ասել այդ տեսեք Պարոն Կիրակոսյան, իսկ մա դուք եկեղեցական անցուդարձին լավ չեք տիրապետում, որովհետեւ եթե տիրապետեք, դուք վստահաբար կիմանայիք, որ եկեղեցու ներսում ամենահին կոնֆլիկտներից մեկը դա Արշակ Խաչատրյանի ընդդեմ Կտրիչ Ներսիսյանի եւ Եզրաս Ներսիսյանի կոնֆլիկտն է,
Էդ էլ մի ուրիշ բան է, որի մասին որ կարծում եմ տղամարդուն վայել չի խոսել, բայց իրանք որ իրանք խոսացնես կխոսան իսկ։ Պարոն Ալեքսյան, եթե ձեզ համար ընդունելի չէ, որ անձնական գահակալության միջոցառումները Անընդունելի չի։ Ընդունելի է ձեզ համար, Անընդունելի է, ընդունելի չի ձեզ համար, տեսագրություններ են հրապարակվում մարդու անձնական կյանքին վերաբերող։ Այդ դեպքում ինչպես է, որ դա հայտնվում է իշխանական լրատվամիջոցներում։ Եթե ընդունելի չէ, ո՞ր լրատվամիջոցում իշխանական ո՞ր իշխանական լրատվամիջոց։ Չէ, ո՞ր։ Եթե չեմ սխալվում, կներեք այդ Մեգանյուզու բան Չէ, կներեք, Մամուլեյում եք ուզում ասեք, բայց Մամուլեյումը ընդհանրապես իշխանական Մեդիանյուզում նման բան է հրապարակվել, իսկ նա դուք սխալվում եք խստորեն։ Չափազանց եք սխալվում, ես ինչքան տեսել եմ դա անդիմադիր մամուլում այնց է պատտոտվել, ընդհանուր միջև տեսել եմ, որ դա հրապարակած ալիքը տենց գրություն ա գրել Նիկոլի Ժեխեր վերնագրով, տենց ինչ-որ բաներ ա, պարոն Կիրակոսյան, օքեյ, շատ լավ, տեսել եմ, որ Արշակ Խաչատրյանը ասել ա, որ սա ինչ-որ կեղծ վիդեո է, բայց տեսել եմ, որ այդ իր ասելուց հետո շարունակել են մարդիկ պնդել, որ այդ վիդեոն կեղծ չի, որ այդ վիդեոն նկարահանված է ինչ-որ կերպ, ու դրանով տենց այդ թեման առաջ են տարել շատ ընդդիմադիր գործիչներ։ Ոչ, չի լուսանկարները, ոչ թե տեսանյութը։ Այդ լուսանկարները տեղադրվել են բոլոր ընդդիմադիր լրատվականներ, գրեթե բոլոր ընդդիմադիր լրատվականներ, mən չգիտեմ, չեմ կարող պնդել, բայց կարող եմ պնդել, որ բոլոր ընդդիմադիր լրատվականներում այդ ֆոտոները տեղադրվել են։ Պարոն Ալեքսանյան, ձայնային են, որ ասում էր Սրբազան ջան բանը, որ կաթողիկոսի փրուզելաբան ուղարկի է միտինգ, դա առաջինը հենց իշխանական եւ մերձ իշխանական լրատվամիջոցներով տարածվում։ Դե դա Ժորժ ջան, հիմա դա ձայնագրություն է, եթե ձեզ թվում է թե եկեղեցու ներսում կամ ընդդիմության ներսում քիչ մարդիկ կան, որ ինֆորմացիա են տրամադրում իշխանական կամ մերձ իշխանական լրատվամիջոցներին, դուք սխալվում եք։ Դե լավ, ընդդիմությունը ո՞նց կարող է։ Դուք շատ եք սխալվում ու պարբերաբար եք սխալվում այս թեմայով եթե էլի։ Բայց իմ քանի որ երեք Արշակ arczepiskopos Խաչատրյանը մասնակցում էր Գարեգին Վ-ի գահակալության միջոցառմանը, պարոն Ալեքսանյան, կարելի է ենթադրել, որ այսպես ասած ընդհանուր հայտարարի է եկել arczepiskopos-ը, որի վերաբերյալ օրեր առաջ նման սկանդալային տեսագրություններ հանրայնացվեցին եւ Գարեգին Վ-ն, այսինքն ես չեմ կարծում, այստեղ դե իմ համար ակնհայտ է, որ կտրիչը հասկանում եք, երբ որ մի մարդ այդքան խոցելի է, մի մարդ ինքն իրան անվանում է կաթողիկոս, բայց ինքը դե յուրե չի կարող լինել կաթողիկոս, հակնհայտ է, որ ինքը ինչ-որ մի կերպ պետքա փորձի այդ մարդկանց իր կողքը պահել։ Պարոն Ալեքսանյանը, դրսից կան ճնշումներ Հայաստանի իշխանությունների վրա, որ կաթողիկոսին մի նեղացրեք, եւ եթե կան, որ երկրներից կան։ Այսինքն դրսից ճնշումներ, այլ պետությունների նման ճնշումների մասին կամ հորդորներ, խորհուրդներ, նման ճնշումների մասին ինձ ոչինչ հայտնի չի։ Միջազգային մամուլում վերնագիր է հրապարակվել, ենթադրում եմ նաև համապատասխան բովանդակություն կար դրա տակ, որ քրիստոնեությունն առաջին ընդունած պետությունում արշավ է սկսվել, այո, արշավ է սկսվել։ Գիտեմ, որ մարդիկ կան, որ շատ փող ունեն, չգիտեն այդ փողը ինչ անեն, ու քանի որ շատ անտաղանդ են այդ փողը ծախսելու հարցում, գնում են տարբեր հայտնի լրատվականներ արտասահմանում ընդունված բանա ունեն գովազդային էջեր կոնկրետ, այդ գովազդային էջերում գումարը տալիս ես, եթե ինչ-որ պետերկրի օրենսդրությանը հակասող բան չի, քո տվածը ուղղակի պատրաստ են այդ լրատվականները տպեն ու այդ մարդիկը քանի որ շատ փող ունեն, բայց տրամաբանությունը առնվազն փողի քանակին զիջում է, այտենց գործողություններ են անում հույս ունենալով, որ դա իրանց ինչ-որ մի բան է տալի։ Այն դեպքում, երբ որ այդ հոդվածի վերևը ակնհայտ գրված է, որ դա փողով հոդված է։ Պարոն Ալեքսանյան, երեք հովանավանքում ձեր աջակիցներից մեկը ասում էր Հրաչյա Հակոբյանին կարծեմ, որպես իշխանության ներկայացուցիչ, որ դուք ամենաարդար սրբազաններից մեկին եք ձերբակալել, կալանավորել եւ պետք է նրան իզուր եք բռնել, պետք է նրան բաց թողնել։ Հպարտ քաղաքացի է ձեր աջակիցն է։ Ինչու չեք լսում Ում մասին է խոսքը։ Միքայել Սրբազանի մասին։ Հարկելի գործընկերներ նախ քաղաքացուն ինչի չեք լսում։ Իսկ նկատենք, որ մյուսները ով մեր աջակից չի հպարտ չի։ Հա, հենց այդ քաղաքացին էր, որ այլ կարծիք էր ասում եւ բոլորը նրան ինչ ասես ասեցին։ Շատ իզուր, որովհետեւ մարդը իրավունք ունի իր կարծիքը ասել։ Ես օրինակ
Ես ինչ գործ ունեմ։ Ասեմ ժողովուրդ ջան, դատարանի վճիռ է։ Հիմա ես որ զանգեմ դատարանին, ասեմ հարգելի դատարան։ Իրավապահ համակարգ չի, դատարանն է, ժողովուրդ ջան։ Այն նույն դատարանն է, որը օրինակ ինչ որ մի գործով Ռոբերտ Քոչյանին ազատություն է տալիս։ Այն նույն դատարանն է, որը օրինակ Քոչյանի գործով վաղեմության ժամկետ է ճանաչում։ Այդ նույն նշանակում է։ Ոչ, դատապարտում է նման քայլի համար։ Դա նաև կարծիք Ոչ, ժողովուրդ ջան, դա նշանակում է, որ կա կոնկրետ քրեական օրենսգիրք, որը իրենից ենթադրում է, որ եթե դու անում ես զինված հեղաշրջման կոչ, դու դրա համար պետք է կրես պատասխանատվություն։ Չափը ու մնացածը որոշում է արդեն դատարանը։ Նա ոչ չի արել։ Ոնց չի արել։ Հիմա դուք եք իր ասածը հակասում։ Եք խմբագրում իր ասածը, ուզում եմ հասկանալ։ Մարդը ասում է, այդ մի կոչը մի անգամ կոչ համարեց, մյուս անգամ չհամարեց նախորդ անգամ։ 1000 անգամ պարզաբանել է դատախազությունը սա։ 1000 անգամ պարզաբանել է սա դատախազությունը։ Մարդիկ չեն հավատում ձեր։ Ով չի հավատում։ Ով չի հավատում։ Հասարակությունը, ես բերում եմ։ Հասարակության արդարադատությանը չի հավատում մենակ այն բերումը, որ Ռոբերտ Քոչյանը դրսում է։ Էտա հասարակության ես եմ շփվում այդ հասարակության այդ հասարակությունը այո ինձ գալի ասում է հարգելի պարոն падգամավոր ինչի է Ռոբերտ Քոչյանը դրսում հիմա այդ նույն հարցին եմ ես պատասխանում այն հարցին էլ պետքա պատասխանեմ թե ինչի է այս մեկը ոչ դրսում այն մի հարցն էլ իսկ իրականում ժողովուրդ ջան ձեր հարցերի այդ կոնկրետ դատական վճիռների հարցով ձեր հարցերի հասցեատերը Հայաստանի Հանրապետության դատարաններն են Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին